Ամենաբարձր գոտուներից մեկը գտնվենք էլ մեր գյուղի 2060 մետր բարձրություն։ Արդիկ խոշորացված համայնքի մեծ Մանթաշ գյուղի բնակիչ Մուշեղ Սարգսյանը ավելի քան 15 տարի զբաղվում է հողի մշակությամբ։ Մեծ մանթաշցիները իրենց կլիմային հարմար մշակաբույսեր են աճեցրել երկար տարիներ, արդյունքը քիչ թե շատ գոհացրել է, բայց վերջին տարիներին գյուղմթերքը շատ է էժանացել, նաև շատ են վնասները բնակլիմայական պայմանների փոփոխությունների պատճառով, ասում են չկա այնպիսի մշակաբույս, որից նորմալ եկամուտ ստանան։ Աշունը ով ինչ ունեցել է կարտոֆիլի մասով, ասենք ծախսերը ինքնարժեքից ոնց որ մի 30-40% պակաս գնով ես վաճառում, մինուս է, մինուսով ես աշխատում, դրա համար էլ հողերը քանի գնում մշակողները քչանում են համ գյուղում, ամեն մենք էլ քչանում ենք, ասենք 5 հեկտար ես կարտոֆիլ եմ ցանել միշտ, այս տարի պիտի մի կես հեկտար ցանեմ, 10 անգամ ոսոր քչացրել եմ։ Կարտոֆիլը մինչև սպառողին հասնել է վերավաճառողների ձեռքով է անցնում, շուկա մուտք գործում գյուղացու վաճառած գնից կրկնակի թանկ։ Անցած տարի աշնանը գյուղացին կարտոֆիլի կիլոգրամը 100 դրամով է վաճառել, նախանցած տարի 50-ից 60 դրամով։ Ըստ ֆերմերների կարտոֆիլի ինքնարժեքը մոտ 100 դրամ է։ Հիմա նոր է թանկացել, գյուղացուց կիլոգրամը 140-150 դրամով են տանում, բայց շատ ֆերմերներ արդեն կարտոֆիլ չունեն։ Չէին կարող ապրանքը մինչև ձմեռ պահել, թունաքիմիկատի, պարարտանյութի, դիզվառելիքի պարտքերը պիտի փակեին, վարկերը մուծեին, բանվորներին գումար վճարեին։ Երկար տարիներ հանրապետությունում կարտոֆիլի գերարտադրություն է եղել, նաև դա է եղել գյուղմթերքի ցածր գնի պատճառը, իսկ անցած տարի կարտոֆիլը ոչ թե արտահանվել, այլ ներկրվել է հարևան Վրաստանից ու շուկայում ավելցուկ ստեղծել։ Սրանից մի 8-10 տարի առաջ մեր գյուղում ցանց եղել է մի 120 հեկտար կարտոֆիլ ընդհանուր գյուղում։ Անցած տարի ասեմ մոտավորապես եղել է 30-40 հեկտար, այս տարի կարա մոտավորապես չգիտեմ 20 հեկտար լինի։ Պահանջարկ ու խնդիր է աշխատուժարելը բերկահավաքի ժամանակ։ Հետո սերմի արժեքը, ու չգիտես, սերմից 50 կիլո ցանես, 50 կիլոից որն է 100% ծլունակություն ունեցել։ Ու էլի նույն հարցը։ Ով է պատասխան տվել։ Գյուղացիների խոսքով նույնն է վիճակը նաև գազարի եւ ճակնդեղի հարցում։ Մեծ Մանթաշում տասնյակ տարիներ հիմնականում այս մշակաբույսերն են աճեցրել, բայց այդ գործն այլևս եկամտաբեր չէ։ Բնակլիմայական պայմանների փոփոխության նաև տեղումների պակասելու պատճառով բերքատվությունը շատ է ընկել, իսկ իրենց դաշտերը միայն անձրևների հույսին են։ Գազար են ցանել մարդիկ, ասենք 1000 մետրից ստացել են 8 տոննա, վաճառել են, ապրել են, ասենք կարացել են։ Բայց հիմա ամենալավ հողամասը կլիմայից է կապված, ստանում ես տոննուկես 2 տոննա գազար։ Այդ վերջի 5 տարին միանգամից ռիսկի ձև է, բերքատվությունը քիչ է։ Վեգաբրակի փոխանակություն։ Եղավ էդիկ, բայց այս տարի ոչ ապրակի փոխանակություն, ոչ դեպի ման։ Կյանի, տարեկյանի գյուղացիները ցանեն հեկտար տնողի կա, ամեն տեսակի տարբեր բաներ կա։ Գիչուն, արժեքունի։ Ճիշտ է, այսօր գազարը կարտորն էլ արդեն ահագին գին ունի, բայց գյուղում հələ հարցրեք, թե քանսով է վաճառվում գյուղում։ Ուղիղ 2-3 անգամ էժան։ Հողագործների խոսքով գյուղատնտեսությունը կզարգանա միայն այն ժամանակ, երբ գյուղացու արտադրանքը գին ունենա։ Նույն անհուսալի վիճակն է նաև հացահատիկ արտադրողների մոտ։ Գաբրիել Հովեյանը ընտանիքով հողագործությամբ է զբաղվում արդեն 25 տարի։ Հիմնականում հացահատիկ են աճեցնում։ Վերջին մի քանի տարիներին գրանցված ցորենի գնանկումը մեծ խնդիրների առջև է կանգնեցրել բոլոր արտադրողներին։ Ասում է հիմա հացահատիկի 1 կիլոգրամը 100-105 դրամով են ընդունում վերավաճառողները։ Նույն անվերահսկելի վիճակն է նաև ալրաղացներում։ Խոշոր մթերողներն իրենց շահերն ունեն ու դարձյալ գյուղացու հաշվին։ Մենք հիմնականում կախված ենք վերավաճառողներից։ Փորձել ենք մի երկու անգամ խոշոր ալրաղացներին դիմել, տարել ենք ցորենի նմուշ, լաբորատորիաները իրանցը, ինչ տոկոս ուզենան, այդ տոկոսը կասեն, ես ինձ ցեգաբացուցեմ, որ իմ ցորենի որակը, էս է իմ ցորենի որակը, այլ բան է։ Ֆերմերը բնական աղետ համարում է ամենամեծ վնասատուներին, մկներին, որոնց պատճառով է նաև բույսերի բերքատվությունը նվազել։ Ասում է նախկինում ինքը 1 հեկտարից մինչև 40-50 ցենտներ բերք է ստացել, ինչը Մեծ Մանթաշի պայմաններում ռեկորդային է, բայց հիմա մկները չեն թողնում։
Տարեկան 20-25 հեկտար հող է մշակում, կիրառում հողի մշակության բոլոր տեխնոլոգիաները, ցանկաշրջանառության բոլոր նորմերը, բայց էլի արդյունք չի ստանում։ Պետական աջակցության ծրագրերից իրենց հասանելի է եղել միայն լիզինգի ծրագիրը, որից օգտվել են գյուղի 2 ֆերմերները, տրակտորներ են գնել, բայց էլի սպասված արդյունքը չկա։ Ձեռք բերեցի այն ժամանակ, որ մի պա ծորենի գինը բարձրացել էր 150 էր դարձել ու աշխուժացավ։ Գյուղացու կյանքը, գյուղացու գործը շատ աշխուժացավ, այս փոքր տրակտորով էլ չենք հասցնում անենք, մեր գործից բացի կողից էլ ենք գործանում։ Հետո սա ձեռք բերեցինք լիզինգով, թե ամեն ամիս էլ 260,000 գումար փակելը մի քիչ դժվար է։ Դրանից հետո շատ ոնց ասեմ, այդ տարի ոգևորեց, բայց դրանից հետո ոնց որ շատ էլ դժվարացել։ Գործ կա, բայց էֆեկտիվությունն է ցածր։ Դա էլ կախված է նորից հացադիտի արժեքից, գյուղմթերքի արժեքից եւ համագյուղացիների վճարունակությունից։ Ցուցակներով, ցուցակը մի տարի, 2 տարի, 3 տարին արդեն չեղուն գցում ես մի կողմ։ Պետական գյուղատնտեսական մյուս ծրագրերը ըստ մեծ մանթաշցիների իրենց հասանելի չեն, իսկ սկզբանե պահանջում են գյուղացու ներդրումը, որից հետո նոր պետությունը կաջակցի, իսկ պահանջվող այդ ներդրումները բավականին մեծ գումարներ են, որոնք գյուղացին չունի, վարկավորմամբ գյուղատնտեսություն վարելն արդեն չափազանց ռիսկային է։ Արդեն իրան թափտվավ կնաս խոպանով բերեց վարկե պրզավ, հեբե վարկե անունոր կուտան, բանի անուն կուտան, ջիմին գիտարը պախիկ է, ես է վարկետ եմ պախիմ գա, հեբե պետ ու տանիտ որ վարկ արար կգնից կրակ է։ Թող նախարարությունը գա առաջարգ է իրանց բարձրագույն կարգի մասնագետներով, թե Մանտաշի տարածքում կարելի է մշակել, որը մեծ շահութաբերություն կբերի։ 92-3 թվերին, երբ որ ամբողջ սահմանները փակված, ես խորհրդում էի աշխատում։ Մենք գյուղացիներից վեդրո ծորեն ենք հավաքել, որ քաղաք ուղարկեն։ Նույն բանը 2008-9 թվին Վրաստանի հետ պատերազմի ժամանակ էր, որ շրջափակված, 10 օր շրջափակվի մենք սովամակ ենք։ Գյուղի ֆերմերները ցանկություն ունեն օգտվել պետական աջակցության ծրագրերից, պահանջարկ ունեցող մշակաբույսեր աճեցնեն ու եկամուտ ստանան, բայց պնդում են, որ նոր ծրագրերը շարքային գյուղացուն հասանելի չեն, ժամանակին օգտվել են անտոկոս վարկերից, սուբսիդիայով ցորեն են ցանել, սակայն այլևս նման ծրագրեր չկան։ Կարինե Կազարովա, Հովհաննես Իշխանյան, Regions TV, Շիրակի մարզ, Մեծ Մանթաշ։